Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում լարվածությունը հասել է այն մակարդակին, որտեղ արդեն ամեն դրվագ կարող է դառնալ շրջադարձային։ Իրադարձությունները ոչ միայն զարգանում են, այլ կարծես պայթում են մեկը մյուսի հետևից, և յուրաքանչյուր հերոս հայտնվում է իր կյանքի ամենածանր փորձության առաջ։ Նարեի գիծը հիմա սերիալի ամենացավոտ ու ամենահուզիչ հատվածներից է։ Նրա ինքնազգացողության վատանալը պարզապես ֆիզիկական խնդիր չէ, դա ամբողջ այն ճնշման, վախի, լարվածության հետևանքն է, որի մեջ նա երկար ժամանակ ապրում է։ Երբ Հայկը նրան շտապ տեղափոխում է հիվանդանոց, այդ տեսարանը դառնում է ոչ միայն բժշկական իրավիճակ, այլ նաև զգացմունքային պայթյուն։ Եվ ամենասարսափելին բժիշկների խոսքերն են՝ վիժման վտանգ կա։ Այս մի նախադասությունը փոխում է ամեն ինչ։ Այդ երեխան, որը մինչև հիմա սերիալում հույսի, ապագայի փրկության խորհրդանիշ էր, հիմա հայտնվում է վտանգի մեջ։ Նարին կանգնում է իր կյանքի ամենադժվար պահերից մեկի առաջ, կորցնելու վտանգը ոչ միայն երեխային, այլ նաև այն միակ կապը, որը կարող էր վերջնականապես միավորել իրեն ու Հայկին։ Հայկի արձագանքն այստեղ շատ կարևոր է։ Եթե մինչ այդ նա տատանվում էր, փախչում, չէր հասկանում իր զգացմունքները, ապա հիմա իրավիճակը նրան ստիպում է արագ մեծանալ ներսից։ Նա այլևս չի կարող պարզապես մտածել իր ցավի մասին։ Նա կանգնած է հիվանդանոցի դռների առաջ որպես տղամարդ, որպես սիրող մարդ և որպես ապագա հայր։ Սա այն պահն է, որտեղ նրա կերպարը կարող է ամբողջությամբ փոխվել։ Մյուս կողմից Սաքոյի գիծը հասնում է իր ամենախորը հոգեբանական փուլին։ Արմոն շարունակում է խաղալ նրա վրա, բայց արդեն ավելի վտանգավոր ձևով։ Դեղերի փոխելը պարզապես խորամանկ քայլ չէ։ Դա ուղիղ հարված է Սաքոյի առողջությանը, նրա գիտակցությանը։ Սաքոն սկսում է կասկածել։ Նա տեսնում է, որ Արմոն ինչ-որ բան է անում, հասկանում է, որ վտանգ կա, բայց արդեն այնքան թուլացած է, որ չի կարող ամբողջությամբ վերահսկել իրավիճակը։ Բայց Արմոն, ինչպես միշտ, գտնում է տարբերակներ Սաքոյի ուշադրությունը շեղելու։ Նա ասում է, որ Անիկն ասել է, որ Սաքոն լողանում է, ու նա պատրաստվում է փաստաթղթերը թողնել այնտեղ, բայց բոլորն էլ տեսնում են, որ նա ոչ թե ուղղակի այդ սենյակում է փաստաթղթերը դնելու, այլ դարակներն է քրքրում։ Բայց նա պահից օգտվում է ու Սաքոյին մեղադրում, որ Մարգարիտ թոռը եկել էր։ Բնականաբար այս ամենն անհետևանք չի մնում։ Արմոն նրան ասում է, որ մինչ հիմա նա իր արժանին չի ստացել, լուռ ծառայել է, բայց նրան միշտ երկրորդական դեր է վերապահված եղել։ Սա շատ կարևոր պահ է։ Սաքոն, ով տարիներ շարունակ վերահսկել է բոլորին, հիմա ինքն է դառնում վերահսկվող։ Նա հայտնվում է այն նույն թակարդում, որն ինքն էր ստեղծել շատերի համար։ Բայց ամենահետաքրքիր փոփոխությունը Արմոյի մեջ է։ Նա այլևս այն խեղճ, ստվերում գործող մարդը չէ։ Նա բացահայտ արդեն դեմաց է կանգնում Սաքոյի, պատասխանում նրան ու չի վախենում։ Սա նշանակում է մեկ բան՝ Արմոն արդեն իրեն հաղթող է զգում։ Նա կարծում է, որ իր ձեռքում են բոլոր խաղաքարտերը՝ Սաքոյի գաղտնիքները, Նարեի վիճակը, Հայկի թույլ կետերը, բայց հենց այստեղ է նրա ամենամեծ սխալը, քանի որ երբ մարդը սկսում է հավատալ, որ ամեն ինչ վերահսկում է, հենց այդ պահին էլ սկսում է կորցնել վերահսկողությունը։ Սերիալում հիմա ձևավորվում է մի շատ վտանգավոր հավասարակշռություն։ Նարեն կյանքի և կորստի սահմանին, Հայկն ընտրության առաջ, Սաքոն խելագարության եզրին, Արմոն իշխանության գագաթին, բայց վտանգավոր կետում։ Շատ հավանական է, որ առաջիկա սերիաներում այս բոլոր գծերը բախվելու են մի կետում։ Եթե Նարեի վիճակը վատանա, դա կարող է դառնալ այն վերջնական հարվածը, որը կկոտրի Հայկին կամ կստիպի նրան վերջնական որոշում կայացնել։ Եթե Սաքոն վերջապես հասկանա, թե ինչ է անում Արմոն, կարող է տեղի ունենալ նրանց միջև բացահայտ բախում։ Եվ եթե Արմոն այսպես շարունակի, նա կարող է ոչ միայն կորցնել իր վերահսկողությունը, այլ նաև դառնալ իր իսկ խաղի զոհը։ Հարսնաձորի լեգենդը հիմա արդեն ոչ միայն ինտրիգների, այլ նաև հետևանքների մասին է։ Այնինչ տարիներ շարունակ արվել է ստեր, դավադրություններ, լռություն, այժմ վերադառնում է ավելի ուժեղ և ավելի ցավոտ։ Եվ ամենամեծ հարցը հիմա սա է. կփրկվի Նարեի երեխան, քանի որ հենց այդ երեխայից է կախված՝ կլինի այս պատմության մեջ լույս, թե ամեն ինչ կավարտվի խավարով։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ,
Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին և տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման թողնել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, արդյոք կփրկվի Նարեի ու Հայկի երեխան և ինչ է սպասվում նրանց կերպարներին։ Շատ շուտով հետաքրքիր հանգուցալուծումը արդեն մոտ է, այնպես որ չմոռանաք միանալ ու կիսվել ձեր կարծիքներով։ Բաժանորդագրվեք, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը, որպեսզի տեղեկանաք նոր սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կուզենայիք ավելին իմանալ։ Նշեք նաև, թե այս դերասաններից ոմանց կուզեիք տեսնել Ելենա Արշակյանի հաջորդ նախագծում, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվում են։